Վանաձորն ավելի քան 5000 տարվա պատմություն եւ մշակույթ ունեցող քաղաք է։ Հնագույն կանգառքը հազարամյակների ընթացքում տարբեր իրադարձությունների ականատես է եղել։ 19-րդ դարում ռուսական ազդեցության օրոք այստեղ մաքսատուն էր գործում։ Այն կարգավորում էր առևտուրը Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ռուսաստանի հետ։ Արդեն խորհրդային տարիներին Կիրովականը բազմամարդ արդյունաբերական քաղաք էր։ Այսօր Հայաստանի անկախ հանրապետության 3-րդ քաղաք Վանաձորը դժվարությունները հաղթահարելով կարողացավ պահպանել իր ուրույն դիմագիծը։ Օրեցօր աշխուժացող մշակութային կյանքով, վերականգնվող ավանդույթներով, որոնցից մեկն էլ տարիներ առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանի ջանքերով վերականգնված քաղաքի տոնն է։ Վանաձորի օրը յուրաքանչյուր տարի վերածվում է համաքաղաքային մեծ տոնախմբության։ Տոնի գլխավոր միջոցառումը շքերթն է, գունազարդ փուչիկներով, դրոշներով, տոնական տարազներով ու բացականչություններով քաղաքի մշակութային օջախներն ու կրթօջախներն անցնում են հայքի հրապարակով, սակայն մինչ տոնական օրը նախատոնական միջոցառումներն արդեն նախապատրաստում են տոնին։ Այդ օրերին վանաձորցիները հնարավորություն են ստանում անվճար մասնակցելու մշակութային կյանքին։ Քաղաքը քիչ-քիչ վերագտնում է իրեն։ Ես բացակայում եմ 22 տարի, որ իմ հայրենի քաղաքում չեմ, բայց վերադառնալով իրոք տեսա այն քաղաքի ապագան։ Բաց աչքերով, կապույտ երկինք, ուրախ զվարթ երեխաներ, որ այսօր փայլում են, փայլատակում։ Բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ առաջնային առողջություն, իհարկե աշխատանք բոլոր վանաձորցիներին, որպեսզի մարդիկ ավելի գեղեցիկ, ուրախ տրամադրեն մեր տոները։ Վանաձորն ու վանաձորցին սկսում են հավատալ, ապագան լուսավոր է լինելու։ Այն ավելի ճիշտ է կառուցվելու, քանի որ պատկանելու է անկախության սերնդի, ով ազատ է մտածում եւ ժողովրդավարական գաղափարների կրողն ու կյանքի կոչողն է լինելու։ Հեյմինե Զարմանյան, Մոլորակ։